Եթե մանկության հարազատ պատկերներն ուղեկցում են քեզ քո ողջ կյանքի ընթացքում, եթե քո միտքն ու հոգին լույս ու բարություն են ճառագում, եթե աշխարհը քո արվեստի հրաշագործ զորությամբ դառնում է գունեղ ու գեղեցիկ, ապա դա է քո իրական առաքելությունն այս կյանքում, արվեստագետ։ Ասեմ, որ յուրաքանչյուր մարդ, հատկապես երբ որ դու արվեստի մարդ ես, քո մանկությունը ամբողջ կյանքում քեզ հետ տանում ես, իսկ մեր հիշողությունները, մեր մանկությունը դա այն ամենամաքուր տեղն է, որ մենք ամբողջ կյանքներս տանում ենք մեր արվեստում նաև։ Ես ինչ որ նկարում եմ այսօր, գրեթե բոլորը գալիս է իմ մանկությունից։ Այդ ազնիվ խաղերը, ընկերությունը, բնության տեսարանները, ինձ համար մեր գյուղը աշխարհի ամենամեծ գյուղն էր, իրականում մեր գյուղը Լոռու մարզի Արդվի գյուղն է, շատ փոքր գյուղ, բայց ինձ համար մեր գյուղը աշխարհի ամենամեծ գյուղն էր։ Ես երբ որ գյուղ էի գնում, աշխարհի ծայրը իմ կարծիքով այդպես էի տեսնում, որ ասենք մեր Սարի գլուխը դա աշխարհի մյուս ծայրն է, մյուս ծայրն էլ այն մյուս կողմն է, այդպես ձևավորվում էր ինձ համար իմ աշխարհը, հետագայում նաև իմ նկարներում արդեն այդ ամեն ինչը արտահայտվում է, իմ հեքիաթներում ստեղծած, իմ կերպարային նկարներում, հեքիաթային, բոլոր տեղերը կան այդ սարերը, դա մի քիչ ավելի ստիլիզացված, բայց ամբողջը գալիս է մանկությունից, մեր գյուղից։ Մենք ուզենք թե չուզենք, մենք ապրում ենք մեր ակունքներով։ Մենք այդ ենք տեսել, ինչ որ տեսել ենք, այդպես էլ զարգանում ենք։ Մեր նկարներում մենք նույնիսկ մեզ ենք նկարում։ Մեր նկարներում նկարում ենք մեր հարազատներին։ Շատերը ասում են, որ ես իմ նկարած կերպարներում իմ հեքիաթների կինը դա իմ մայրն է, իմ կինն է։ Երեխաները որտեղ նկարվում են, ասում են, որ ես իմ որդուն եմ նկարում։ Գիտեք, դա այդպես էլ լինում է։ Մենք ուրիշ բան չենք կարող նոր հայտնագործել։ Մենք նկարում ենք այն, ինչը որ տեսել ենք, ոնց որ պատկերացնում ենք կերպարը, ոնց որ պատկերացնում ենք մեր շրջապատող միջավայրը, մեր հարազատներին, մեր ընկերներին, ոնց որ կամ իմ ներսում։ Հարարման պահին ես ինքս էլ չեմ հասկանում, բնազդով, ենթագիտակցական դաշտով, առանց զգացողությունների ոչ մի նկար չի ծնվում։ Ու նաև բաներ կան, որ ենթագիտակցական դաշտում արդեն ծնունդ է առնում։ Մինչև նկարը սկսելը շատ ժամանակ արդեն այդ դու քո ենթագիտակցական դաշտում տեսնում ես այդ նկարը, արդեն ձևավորված ամեն ինչով, կերպարներով, ասելիքով, գույնով, նույնիսկ նկարներ կա, դու արդեն երազում տեսել ես։ Հետագայում արդեն քեզ համար ավելի հեշտ է ստեղծագործելը։ Բերում ես դու կամաց նկարը հասունացնում ու բերում ես դրան, այն ինչը որ դու պատկերացրել ես։ Ամեն ինչ անում ես, որ նկարը հասունանա, հասնի այն կետին, ինչը որ դու արդեն տեսել ես։ Այդ ամեն ինչը երազի պես անցել է քո մտքով, քո ուղեղով, տեսել ես դու այդ ամեն ինչը։ Մնում է արդեն բերես թե գույնով, թե մտածելակերպով, թե կոմպոզիցիոն ձևավորումով, այդ ամեն ինչը կազմակերպես այնպես, որ վերջում դառնա այն նկարը, ինչը որ դու ուզում էիր դառնա։ Եթե դուք նայել եք, ես ունեմ կերպարային մի նկարչություն, մի հեքիաթ, որտեղ բոլոր իմ հերոսները արդեն կան, նույնիսկ բնությունը արդեն ներդաշնակ է այդ կերպարներին, բայց գիտեք, դու երբեք չես որոշում, երբ կգա նոր բան։
Շատերն են ինձ ասում, որ ես բազմաշերտ եմ մտածում, շատ տարբեր եմ մտածում, նույնիսկ մարդիկ կան ասում են, համ դու նա ես նկարում, համ մյուսը, բայց եթե դու չզգաս, այդ զգացողությունը չապրես, դու չես կարող նկարես։ Իհարկե նայել եմ ես նկարում, նայել, բայց կա այդ բանը, որ սկսում ես մի տեսակ հոգնել, թե ավելի շատ այդ վիճակը սպառվում է քո մոտ, սկսում ես ուրիշ բաներ նկարել։ Նոր բան է մտնում քո ներս ու սկսում ես ստեղծագործել։ Հետո երբ որ այդտեղից դուրս ես գալի ու անում ես այն մյուսը, այնտեղ արդեն մի բան ավելացած է գնում։ Դու չես հասկանում։ Մարդիկ կան նայում են, իրանց թվում է թե նույն բանն է, բայց նույն բանը չի։ Անպայման մի բան հետը տանում ես այն մյուս նկարչությունից, որ դու անում ես։ Օրինակ իմ բնանկարները երևի թե կարող է նրանից է, որ մենք մեծանում ենք ու բնությունը շատ ենք կարոտում։ Մարդը ինքը հողեղենա ու բնությունից ծնված։ Երևի թե տարիք է գալի, որ դու բնության այդ ամեն ինչ կարոտում ես։ Ես գյուղի մարդ եմ, երևի թե կարոտում եմ գյուղը, հողը, մենակ ես չէ, բոլոր մարդիկ էլ սիրում են բնությունն էլ, հողն էլ, բայց ես իմ նկարներով ոնց որ այդ կարոտս առնում եմ, դաշտերով, տներով, գյուղական այգիներով, այդ ամեն ինչը կարոտելով անց եմ կենում այդ ամեն ինչի դաշտերի վրայով, սիրով նկարում եմ հարևանի բաղը, մյուսի դեզը, մյուսի տունը, այդ մթնշաղը, մարդկանց տան վառվող լույսերը, փոքր ժամանակ ինձ համար շատ հետաքրքիր էր, երբ որ ես տատիս հետ իրիկունը գնում էինք, ես շատ սիրով նայում էի մարդկանց լուսամուտից ներս, չգիտեմ ինչից էր, բայց այդ կահկարասին, որ դրված էր տունը, կամ ասենք այդ վարակույրները, որ քաշված էր, մի տեսակ իրանց տունը պատկերացնում էր ինձ ձևասարքված։ Այդ ամեն ինչը ինձ շատ հետաքրքիր էր։ Շատ լավ է լինում, երբ որ նկարիչը գտնում է ավելի շուտ է գտնում այն ինչը որ ուզում էր։ Բոլոր նկարիչներն էլ աշխատում են դրա վրա, որ իրանց ձեռագիրը ավելի շատ երևա, կարողանան իրանց արտահայտել այնպես, որ դա լինի հենց իրանցը։ Դե հիմա չգիտեմ, կարծում եմ բոլորի մոտ էլ դա ստացվում է քիչ թե շատ։ Հիմա ես էլ իմ ընկերների նկարները, որ նայում եմ, կարողանում եմ ասել, սա այս մեկի գործն է, մյուսը նրա գործն է։ Ինձ թվում է իմ պարագայում էլ կարողանում են մարդիկ ասել, որ դրանք իմ գործերն են։ Նույնիսկ բնանկարները, որ ես անում եմ, շատ ընկերներ կան, որ ասում են, դա այն նկարներից շարունակությունն է։ Կարող է ես ինքս չեմ տենում այդպեսի կապ, բայց երևում է այդ ամեն ինչը։ Գույնը, կոլորիտը, վերաբերմունքը, այդ ամեն ինչը բոլոր դեպքերում դու ես, կապ չունի դու ինչ ես նկարում, այդ ամեն ինչի մեջ դու կաս, եթե կա քեզանից ինչ-որ բան, մարդիկ դա նկատում են։ Այս ձեռագիրը, այս կերպարային նկարչությունը, որ կա, դե բոլորը գիտեն, որ ես դա իմ նկարչությունն է, ու ասեմ, որ դա արդեն գրեթե 30 տարի է այդ նկարչությունը անում եմ, ու միշտ մի բան ավելանում է, մարդիկ կան, որ ասում են անընդհատ նույն բանն ենք տեսնում, բայց չէ, եթե դուք ուշադիր լինեք, կերպարների մեջ, իրանց շրջապատի մեջ, անպայման մի բան փոխվում է, ու ես չեմ նմանացնում, չգիտեմ։ Դու իմ աստղոտ արահետ, նորից գտած մանկություն, դու իմ հոգու մատաղ հևք, դու իմ լուսե խնդություն, դու իմ հուշիկ երազանք, երազ, վառվող աստղի պես, դու իմ շռինդ, իմ հրճվանք, դու իմ կարոտ մշտակես, դու իմ աստղից եկած երկ, որ սրտիս մեջ է հնչում, դու իմ կյանքի գողտրիկ հետք, դու իմ արև խավարում, դու իմ հեքիաթ վարվռուն, դու իմ նշխար խնկահոտ, դու իմ արյան ծանոթ հուն, իմ երազանք արևոտ, դու իմ պայծառ առավոտ ու իմ հրաշք առաջին, ու մի ճմլոց սրտիս մոտ, բարի ու անգին։ Այն ինչը որ մենք անում ենք, դա միտեղ նաև մեր բնավորությունն է։ Ես ինքս մի քիչ
շատ ուշադիր, բծախնդիր, իմ բնավորությունը մի քիչ ամեն ինչին ուշադիր եմ։ Իմ նկարներում էլ կարծեմ դա այդ ամեն ինչը զգացվում է։ Հետո ասեմ, որ երեխա ժամանակ էլ մեր գյուղում ուրեմն կա Խաչքարա դաշտ, կան նաև քարեր, որտեղ որ ընդգծված, ասենք, կերպարներ կան։ Ես փոքր ժամանակ շատ ուշադիր էի այդ կերպարներին, կնոջ կերպար, տղամարդու կերպար, իրանց կահկարասիով, ասենք տղամարդեր ինքը ուներ գոտի, կողքը ասենք թուր էր կախված, ու շատ տարբեր էին իրանք։ Մի տղամարդու մոտ ուրիշ ձև էր, մյուսի մոտ ուրիշ էր, նույնիսկ այդ կերպարներով կարում էր դու հասկանաս, ասենք այս կինը ինչ է արել կենթանի ժամանակ։ Ինքը ուներ իրան շրջապատող ինչ-որ իրեր, որ դու բնավորությունը զգում էիր։ Դե այդ ամեն ինչը հետո սովորել եմ ես Երևանում հայկական զարդարվեստի ուսումնարանը, որտեղ ուսումնասիրել եմ նաև հայկական մանրանկարչություն, որը ինձ շատ հարազատ դարձավ ու հետագայում գուցե դա հենց նա էր, որ օգնեց ստեղծվեց այս նկարչությունը, դու գիտակցաբար չես ստեղծում, ինքը իրան ստեղծվում է, հավաքական կերպարներ են դառնում ու ստեղծվում է այն նկարչությունը, ինչը որ այսօր ես ունեմ։ Ասեմ, որ ինձ համար, իմ կարծիքով նկարչությունը դա ոչ ասեմ ճակատագիր է, բայց դա կոչում է, որ քեզ հետ ծնվում է։ Ես ինչքան իմ գիտակցական կյանքը հիշում եմ, ես նկարիչ եմ ծնվել, որովհետև ես դեռ փոքր տարիքից զգում էի, որ ես նկարիչ պետք է դառնամ։ Ես նույնիսկ չգիտեմ որտեղից, բայց ես գիտեի, որ նկարիչ եմ դառնալու։ Ծնողներից, որ ասում էի, հայրս ասում էր, դե տղա ջան, նկարիչները ոնց են ապրում։ Ասում էի, բաբջա, ես էլ չգիտեմ, բայց ես նկարիչ եմ դառնալու։ Չգիտեմ, այսօր նկարչությունը իմ օդն է, իմ հաց ու ջուրն է, իմ ասելիքն է, ես նույնիսկ մի քանի օրով որ գնում եմ հանգստանալու, ավելի շատ դա ինձ համար անհանգստություն է, քան թե հանգստություն, որովհետև ես նկարելով, ստեղծագործելով եմ հանգստանում։ Իմ առօրյան դա է, ես չեմ պատկերացնում ուրիշ ձևի։ Ես եթե օրը մի քանի ժամ իմ արվեստանոցում չանցկացնեմ, նույնիսկ եթե չեմ նկարում, պետք է իմ արվեստանոցում լինեմ, իմ նկարները նայեմ, հետո գիտեք, երբ որ սկսում ես նայել, ինքը նաև հուշում է հետո մյուս նկարը ինչա ծնվելու։ Արվեստագետները ընդհանրապես շատ նման են Աստծուն, որովհետև մենք էլ ենք արարող։ Մենք ստեղծագործում ենք, արարում ենք ու մեր նկարները կենթանի շունչ են դառնում։ Մարդիկ նայում են ու ինչ-որ բան իրանց հետ տանում են։ Ինձ թվում է նկարիչը երջանիկ է, որ Աստված այդպես ձեռքը դրել է իր վրա, որպես ստեղծագործող, արարող մարդ։ Ես այդ երջանիկներից մեկն եմ ու օր կա, որ ես արթնանում եմ առավոտը, հասկանում եմ, որ ես այսօր մի լավ բան պետք է ստեղծեմ։ Հասկանում ես, դա դու չգիտես որտեղից է, բայց դու այդ ուժը զգում ես ու զգում ես, որ մի լավ բան այսօր պետք է ծնվի։ Այդ ամեն ինչը, այդ զգացողությունները բոլոր դեպքերում վերևից է, դրա համար ասում եմ, որ մենք շատ նման ենք Աստծուն, մենք էլ ենք արարում։ Հայրենիքը սկսում է, որտեղ ես ծնվել եմ, որտեղ մեծացել եմ, որտեղ այսօր ապրում եմ, ու շատ տեղեր, որտեղ ես չեմ ապրել, բայց գնում եմ, լավ եմ զգում ինձ այդ տեղերում։ Այդ ամենի բոլորը իմ հայրենիքն է։ Ու շատ տեղերում գնում եմ, ստեղծագործում եմ, դա կլինի բնություն, դա կլինի գյուղեր, որտեղ լավ եմ զգում ինձ, իմ հայրենիքը դա է։ Երկար տարիներ ապրել եմ Իսպանիայում, ես նույնիսկ իմ նկարչությունը այնտեղ զգացի, որ անկում ապրում։ Ես երբ որ եկա Հայաստան,
հասկանում եք, սա այն երկիրն այն հողու ջուրն է, որտեղից ես կարճ ասած էներգիա եմ ստանում, զարյատկա եմ ստանում։ Ստեղ ինձ համար ամեն ինչ կոմֆորտ է։ Ես ստեղ լավ եմ զգում, լավ եմ ստեղծագործում։ Իմ բոլոր հարազատները այստեղ են, ընկերները այստեղ են։ Դրանից լավ բան, ասենք իմ հայրենիքից լավ տեղ ես չգիտեմ։ Ինձ համար արվեստը պետք է ծառայի բարում, գեղեցիկին։ Ու իմ մեջ այդ ամեն ինչը որ հավաքվում է, բարին է լինում, լույսն է լինում, ես ամեն ինչ որ արտահայտում եմ, ես ծառայում եմ բարուն։ Ու ինձ թվում է իմ արվեստն էլ պետք է լինի այդպես։ Այն ինչը որ ես եմ անում, պետք է մարդկանց ոնց են ասում արվեստը ծնվում է սրտից ու գնում է ջերմացնելու մարդկանց սրտերը։ Դե այդ ամեն ինչը պետք է այդպես լինի, ես չեմ պատկերացնում, չար նկարչություն չեմ պատկերացնում։ Նկարիչներ կան օրինակ, որ ես չեմ սիրում։ Չեմ սիրում ինչի համար, որովհետև իրանց նկարները նայելով իմ մոտ այդ բարի բանը չի առաջանում, բարությունը, ջերմությունը։ Դե մենք բոլորս էլ կապ չունի, պրոֆեսիոնալ նկարիչ ենք, բայց ունենք մեր սիրած նկարիչները։ Բոլոր նկարիչները բոլորի գործերը չեն հավանում։ Այն ինչը որ քեզ հարազատ է, դու սիրում ես, այն ինչը որ հարազատ չի կար, հա էլի լավ նկարիչ է, բայց բոլոր դեպքերում քեզ հարազատ չի, դու քո նկարիչը չի էլի։ Ինձ համար արվեստը ժամանակ ու տարածություն չունի։ Օրինակ ես իմ արվեստանոցի համ թագավորն եմ, համ ծառան եմ։ Այստեղ ես ստեղծում եմ այն աշխարհը, որը ես երազում եմ։ Այն հեքիաթն եմ ստեղծում, որտեղ էլի եմ ասում միշտ հաղթում է բարին։ Ու թագավորն էլ եմ ես, ծառան էլ եմ ես։ Ինձ համար այդ հեքիաթը, որ ստեղծվում է այն տեսակով, որ ես եմ ուզում։ Այն ձևով է ստեղծվում այդ աշխարհը, որ ես եմ ուզում։ Գուցե դա կապ չունի իրականության հետ, իհարկե կապ չունի, բայց բոլոր դեպքերում այն ինչը որ ես ստեղծում եմ, ուզում եմ դա այդ ամեն ինչը ծառայի բարուն, գեղեցիկին, միշտ հեքիաթում հաղթի բարին։ Ես ոչ միայն երջանիկ եմ, որ նկարիչ եմ, այլ մեկ-մեկ ասում եմ Տեր Աստված, որ մարդկանց Աստված չի տվել այդ ստեղծագործելու, այդ ձևով երջանիկ լինելը։ Նրանք ոնց են անում, որ կարողանում են, ասենք, հարմարվեն այսօրվա կյանքին, իրանց ստրեսներից ազատվեն, ապրեն իրանց հեքիաթով։ Չգիտեմ, գուցե բոլորն էլ ինչ որ հեքիաթ ունեն, նկարիչ չեն, բայց իրանց մեջ փայփայում են այդ հեքիաթը ու այդպես ապրում են։ Ինձ թվում է այդպես պիտի լինի, որովհետև եթե քո մեջ չի ապրում այդ հեքիաթը, այդ հույս ասենք նաև, դու շատ դժվար կապրես։ Իրականությունը այսօր շատ դժվար է ու ինձ թվում է, որ ամեն մեկը իր մեջին փայփայում է այդ հույսը, գեղեցիկը, ապագայի նկատմամբ լույսը, շատ իր ծրագրեր, որ պետքա դեռ իրականացնի։ Իմ կարծիքով այդ ամեն ինչն է պահում մեզ ուրախ ու ավելի երջանկացնում է մեզ։